Աֆղանստանում ծնված, Գերմանիայում մեծացած ու ստեղծագործական ուղին այնտեղ սկսած Ջավեդ Վասեհն է։ Ինքնուս է նկարում է մանկության հուշերն ու այն ամենը, ինչ կապված է ընտանիքի հետ։ Նկարչի աշխատանքները ցուցադրվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Մոխրագույնի տարբեր երանգներն ամբողջացնում են աֆղանական պատերազմի միջով անցած արվեստագետի մտորումները։ Արդեն 29 տարի նկարում եմ, իմ կտավներում մանկության տարիներիս ապրումներն ու հույզերն են։ Եթե ուշադիր նայեք, նկարներում ծիծաղ կա, լաց, նաև սեր, եւ այս ամենը աֆղանական պատերազմի օրերին։ Գրեթե բոլոր նկարների գլխավոր հերոսը գիրքն է, արվեստագետը պարզաբանում է իր ընտանիքում չափազանց կարևորել են կրթվելու գաղափարը։ Արվեստաբան Զարա Այրումյանը փաստում է Քաբուլից Գերմանիա տեղափոխությունը փոխել է Վասեհի աշխարհընկալումը, նոր ճանապարհ բացել նրա ստեղծագործական կյանքում։ Ինչ որ հատուկ է գերմանական էքսպրեսիոնիզմին, դա խուսափումն է փոքրիկ դետալներից, ինչ որ սյուժեներից, ինչ որ հերոսների պատմություններից եւ կա ընդհանուր գաղափարի ավելի շուտ տրամադրության կարծես փոխանցում։ Շատ խորը փիլիսոփայություն չենք փնտրում այս աշխատանքների մեջ։ Նկարիչն ընդգծում է իր գործերը եւ ցուցահանդեսը անուններ չունեն, դրանցից յուրաքանչյուրը կյանքի մի դրվագ է, մի էմոցիա, որոնք նաեւ ձայն ունեն։ Իմ աշխատանքները ռադիոյի եւ հեռուստատեսության նման կարող են մարդկանց նոր պատմություններ պատմել, այնինչ ես եմ պատմել կտավին։ Ջավեդը շատ է սիրել Երևանը, այն նմանեցնում է իր հարազատ Քաբուլ քաղաքին։ Երևանում ինձ տանն եմ զգում, 30 տարուց ավելի նման զգացողություն չէի ունեցել։ Հիմա վերագտել եմ իմ քաղաքի Քաբուլի հոգատար, հյուրասեր, գեղեցիկ ու ընկերասեր մարդկանց։ Շատ եմ հավանել ձեր քաղաքը։ Իր կյանքի փիլիսոփայությունը կտավին հանձնած նկարիչը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում հայ արվեստասերին սպասում է մինչև ապրիլի 20-ը։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։